Զենքի արտադրության Կալաշնիկով կոնցեռնը, որը Իժմաշ ընկերության իրավահաջորդն է, ավելի քան 200-ամյա գործունեության պատմություն ունի։ Ռուսաստանի հրաձգային զենքի արտադրողները, որոնց կոնցեռնը լեգենդար զինագործ գեներալ Կալաշնիկովի անունն է կրում, իրենց կենտրոնակայաններն են բացել աշխարհի տարբեր երկրներում։ Եվ ահա հոկտեմբերի 3-ին Aspar Arms ընկերության կենտրոնական գրասենյակում, որը Կալաշնիկով կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնն է, տեղի ունեցավ Հայաստանում կոնցեռնի ներկայացուցչության բացման արարողությունը, որին ներկա էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան սպաները, Ռոսօբորոն էքսպորտի և Կալաշնիկով կոնցեռնի լիազոր ներկայացուցիչներ։ Արարողությանը շնորհավորական խոսքով հանդես եկած Ռոսօբորոն էքսպորտի գլխավոր տնօրենի խորհրդական բանակի գեներալ Ալեքսանդր Բելոուսովը, դեսպան Վոլինկինը և այլ պաշտոնատար անձինք կարևորեցին սպառազինության և ռազմական տեխնիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը։ Այդ համագործակցությունը արժևորեց նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը։ Ես կարծում եմ, որ անցած տարի ստորագրված բոլոր համաձայնագրերը տալիս են մեծ կարևորություն մեր հարաբերություններում, հատկապես ռազմատեխնիկական բնագավառում, և համատեղ ձեռնարկությունների ու նման կոնցեռների ստեղծումը հիմք է հանդիսանում մեր հարաբերությունների խորացման համար։ Անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության ղեկավարության անունից շնորհավորում եմ այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ, ցանկանալով նորանոր հաջողություններ։ Կարծում եմ, որ այս ամենը կծառայի տարածաշրջանային անվտանգությանը և բոլոր այն խնդիրների կատարմանը, որ մենք իրականացնում ենք միասին։ Այնուհետև Aspar Arms ընկերության աշխատակիցները նախարար Սեյրան Օհանյանին, հայ և ռուս բարձրաստիճան սպաներին ներկայացրին կոնցեռնի արտադրանքը, հրաձգային զենքի ցուցադրանմուշները, դիպուկահարների համար նախատեսված հրացանները, հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից օգտագործվող հրաձգային զենքի տեսակները, անձնական օգտագործման ատրճանակներ և այլն։ Այդ միջոցին զրուցեցինք Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Ռոստեխնոլոգիաներ պետական կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Մոսկովսկու հետ։ Ներկայումս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը ինտենսիվ կերպով զարգանում է և առկա է հեռանկարային ընդլայնման պոտենցիալ։ Սա այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն է։ Ինչ խոսք դաշնակից պետությունները Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը ռազմական բնագավառում սերտ համագործակցության բազմամյա փորձ ունեն։ Այդ համագործակցության նոր և արդյունավետ դրսևորումներից է նաև Կալաշնիկով կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնի հիմնադրումը